2000 զոհ ենք ունեցել։ Այդ տեմպերը ավելանում են, այդ տեմպերը շարունակվում են։ Միայն այս տարի 12 զոհ ենք ունեցել, անցյալ տարի 160 զոհ ենք ունեցել։ Եվ մենք գտնում ենք, որ Հայաստանի ուժեղացումը, Հայաստանի Ղարաբաղի իրավունքը պաշտպանելը, ինքնորոշման իրավունքը պաշտպանելը, միակ երաշխիքը պետք է լինի Հայաստանի ուժեղացումը։ Հայաստանի ուժեղացման ծրագիր ենք մենք ներկայացնում։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի տնտեսության, Հայաստանի ներգաղթի լուրջ հիմնավոր ծրագիր։ Սա է մեր քաղաքական ծրագիրը եւ ես վստահ եմ, համոզված եմ, դեկտեմբերի 17-ից հետո շատ բան է փոխվել, դեռ շատ բան է կփոխվի եւ հասարակության լայն շերտը, շատ մեծ շերտեր, հասարակական, քաղաքական, քաղաքացիական, հասարակ մարդիկ գալու են ընդառաջ քաղաքական ծրագրի եւ ամենակարևորը, այս քաղաքական ծրագրի կրողները այն մարդիկ են, իմ կողքը կանգնած, բոլոր տղաները ազատամարտիկներ են, բոլորը, որոնք կռել են Ղարաբաղի հաղթանակը, բոլորը մասնակցել են Ղարաբաղյան, բոլոր գործընթացներին Հայաստանի հետ կապված, Հայաստանի սահմանի հետ կապված, երբևէ ինչ էլ եղել է, այս տղերքը կանգնած են եղել սահմանի վրա, զենքով, եւ որևէ մեկը ավելին չգիտի անկախության, ազատության, խաղաղության գնի վերաբերյալ, քան իրենք են։ Եվ եթե այս սերունդը, որը կռել է հաղթանակի, հազարավոր, հարյուրավոր ընկերներ մարտի դաշտում թողնելով, այսօր ասում է, որ նրանց վաստակածը պահելու խնդիր կա, միջազգայինորեն ամրացնելու խնդիր կա, Ղարաբաղը ֆիզիկապես Ադրբեջանից պոկելու խնդիր կա, ապա պետք է գնալ դրան ընդառաջ։ Եվ չլսել այս մարդկանց, ովքեր կրկնում եմ, ամենաշատը գիտեն պատերազմի գինը, ամենաշատ իրենք էլ գիտեն խաղաղության գինը։ Եվ մեր ժողովուրդը պետք է ընդառաջ գնա այս սերունդին, այս տղերքին եւ գնանք ամրացնենք այն ամենը, ինչ վաստակել ենք։ Եվ մեր սերունդներին տանք ազատ, առանձնացած, միջազգային իրավունքով ամրագրված ինքնորոշվող Ղարաբաղ եւ անվտանգ Հայաստան։ Սա է մեր քաղաքական ծրագիրը։ Եվ ձեր միջոցով բոլորի եւ մամուլի եւ այստեղ մեր աշխատող ակտիվի մեր հորդորը սա է, ամեն ինչ արեք, որ հասարակությանը հասնի մեր ուղերձը, յուրաքանչյուր քաղաքացու հասնի մեր ուղերձը եւ ժողովուրդը իր քվեով գա մեզ աջակցի խաղաղության ծրագիրը իրականացնելու։ Շնորհակալություն, իմ գործընկերները, իմ տեխնիկացի գործընկերները կարծում եմ ասելիք ունեն, խնդրում։